Այսօր մենք իմացանք, որ ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարել իրեն, իր մերձավոր շրջապատին, նախարարներ, պատգամավորներ միլիարդավոր դրամների հույժ գաղտնի հոդվածով։ Միլիարդավոր դրամներ, քանի որ ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեր, հետագայում մեր երկիր քանի որ շատ ներդրում է գալու, հիմա չէ, հետագայում այդ մարդիկ կոռուպցիայով կզբաղվեին, իր շրջապատի նախարարները, պատգամավորները, եւ դրա համար նա իրեն եւ իր շրջապատի նախարարներին եւ պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ ամեն երկրորդ համարյա աղքատության շեմին է, ապրում են ամսական 50-60 հազար դրամով, որտեղ ամեն չորրորդ Հայաստանի քաղաքացի ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը միլիարդավոր դրամների, այն ղեկավարությունը, որ խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։ Սա մոտեցում է սպառողի եւ ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին, մեր հաղթանակի ժամանակ, ժողովրդի փոփոխության սպասելիքը իրականացնելու ժամանակ երկրի նոր վարչապետը ստանալու է ոչ միայն չի ստանալու պարգևավճար, այլ ստանալու է 1 դրամ աշխատավարձ ընդամենը։